Դու ունես Ավանդ բանկում ապագայի լավագույն ֆինանսական ակնկալիքով։ Վարկ ես վերցրել բնակարան կամ ավտոմեքենա գնելու համար։ Իսկ ինչ գիտես դու բանկերի ու ֆինանսական շուկայի մասին։ Լրատվական ռադիոն եւ բանկային կարիերայի զարգացման կենտրոնը ներկայացնում է Բանկային գաղտնիք, քո խորհրդատուն ֆինանսական աշխարհում։ Հինգշաբթի 14:20, ուրբաթ 9:35։ Բարև բոլորին, լրատվական ռադիոյի եթերում աշխատանքն է սկսում բանկային գաղտնիքը։ Խոսափողի մոտ աշխատում եմ ես Սաթեն Միքայելյանը եւ բանկային կարիերայի զարգացման կենտրոնի ու Մալխասյան Consulting խորհրդատվական ընկերության հիմնադիր, հաղորդման հեղինակ Արման Մալխասյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Մալխասյան, մեր ռադիո լսողներին տեղեկացնենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը շրջանառության մեջ է դրել դատական ակտերի հարկադիր կատարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։ Մի քիչ բացեմ, որպեսզի պարզ լինի ինչի մասին ենք այսօր խոսելու։ Այդ նախագծով նախատեսվում է, որ պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը պարտավոր է պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնել միայն այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ։ Շատ երկար ձևակերպում, ըստ էության, ինչ է սա նշանակում։ Այս վերջերս շատ են այդ դեպքերը լինում, շատ կարդում ենք մամուլում, որ օրինակ այդ նույն պետավտոտեսչության տուգանքների ժամանակ, ինչ որ պարտքերի դեպքում ամբողջ բանկային հաշիվն է սառեցվում։ Հիմա այսօր խոսենք բանկային հաշիվների սառեցման մասին, այս օրենքի մասին, որքանով է արդյունավետ, ճիշտ ու ժամանակին։ Պատասխանեմ քո հարցին, Սաթեն, ինչ է դա նշանակում։ Առաջինը դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում բավականին լուրջ տեղաշարժ է եղել դրական եւ վերջապես գտնվեցին մարդիկ, որոնք որ մի կարգին, այսպես ասած, փոփոխություն որոշեցին մտցնել, որը որ ուշացված, բայց անհրաժեշտ էր։ Այդ որոշումը կարելի էր ընդունել ոչ միայն 2014 թվականին, դա կարելի էր անգամ 93 թվականից սկսած, ասենք, ընդունել։ Սա տրամաբանական քայլ է եւ դա իմ կարծիքով սա ուշացած այնքանով, որքանով որ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մասին օրենքում, երբ որ գրվել է այդ դրույթը, որ եթե հարկադիրը արգելանք է դնում պարտապանի հաշիվների վրա, ապա ամբողջ հաշիվն է կալանքի տակ դրվում, սա տրամաբանությունը եղել է ինչ։ Դա դեռևս խորհրդային ժամանակաշրջանի դատական ակտերի հարկադիր ծառայության մասին օրենքից վերցրած դրույթ է, որը գործում էր այն ժամանակ եւ նա ուներ իր տրամաբանությունը։ Այսինքն, ժամանակին, երբ որ սովետական պլանային տնտեսության ժամանակ, երբ որ մարդկանց հաշիվների գույքի վրա կալանք էին դնում, դա պայմանավորված էր նրանով, որ ասենք տվյալ անձը կոնկրետ հանցագործություն էր անում եւ որպես հանցագործության պատիժ նաեւ կար դրույթ բռնագանձում ողջ ունեցվածքի վրա։ Եվ հենց այս սրանով պայմանավորված այդ օրենքը տրամաբանական էր սովետական միության ժամանակ եւ նորմալ էր, երբ որ ամբողջ իր ունեցվածքի վրա դրվեր կալանք։ Հիմա, բայց քանի որ մենք արդեն այս ինչքան ժամանակ է 20 տարուց ավել է որ մենք սովետական միության հետ կապ չունենք եւ պետք է փոփոխություն անել եւ այդ օրենքում այս փոփոխությունները, որոնք հիմա նախաձեռնել են, որ կատարեն, դա պետք է շուտ արվեր։ Հիմա տրամաբանությունը ըստեղ արդեն բացակայում է։ Մենք բազում դեպքերի ենք առնչվում, որ մարդը ունի ենթադրենք 5000 դրամանոց, ասենք պետավտոտեսչության կողմից արձանագրություն, կազմած արձանագրություն վարչական պատժի, որը չի կատարել, 5-ը պատկվել է, ասենք դարել է 25000 դրամ, բայց տվյալ քաղաքացու հաշիվների վրա կալանքի որոշում են կայացնում եւ մարդը ունենալով ասենք օրինակի համար 100,000 դրամ, 200,000, համենայն դեպս 25,000 դրամից ավելի գումարներ, չի կարողանում օգտվել այդ գումարներից, այդ այսպես ասած չնչին 25,000 դրամի պատճառով։ Սա տրամաբանությունը որևիցե տրամաբանության մեջ չի տեղավորվում, որովհետև դա անգամ կոնկրետ իմ կարծիքով դա երևի թե սահմանադրության խախտում էր, որովհետև եթե մարդը պարտք է 25,000 դրամ, դու չես կարող նրա ամբողջ գույքի վրա տարածես, եթե 25,000 դրամից ավելին նա արդեն ապահովել է 25,000 դրամի, այսպես ասած, այդ իր բաժաչափի գումարները։ Հիմա, այսինքն այստեղ սահմանադրության մասով այնքանով է խախտում, որ դու կպնում ես, այսպես ասած, մարդու ունեցվածքին առանց ունենալու դրա իրավունքը։ Այսինքն այստեղ կար սխալ։ Այս օրենքի մեջ կա սխալ, որը մինչ օրս գործում է։ Սակայն մենք Հայաստանի Հանրապետության գիտենք, որ մեծաքանակ մարդիկ ունեն վարկային պարտավորություններ։ Սա լրացուցիչ խոչընդոտ է ստեղծում նաև այդ մարդկանց համար, որոնք որ ունենալով վարկային պարտավորություններ, այտենց տարբեր 25,000 դրամանոց ենթադրենք ակտերի պատճառով չեն կարողանում իրենց վարկային պարտավորությունները մարել, ընկնում են ժամկետանց, ունենում են
վարկային պատմության, այսպես ասած, հետ կապված խնդիրներ, հետագայում նրանք իրենց վարկեր ստանալու հնարավորությունն է, այսպես ասած, խաթարվում, հա, եւ այլն նման բազմաթիվ խնդիրներ։ Իմ կարծիքով, այդ օրենքը ինչքան հնարավոր շուտ պետք է շտապ ընդունել եւ բանկերի համար դա ընդհանրապես որ խոսակցություն է գրում, որ լրացուցիչ ծրագրային լուծումներ են պահանջվելու, ես ինքս մի փոքր պատկերացում ունեմ բանկային ծրագրերի վերաբերյալ եւ կարող եմ ասել, որ դա բացարձակապես, ասենք sense ասեմ, օրինակ այդ ծրագրային փոփոխությունը կարող մոտավորապես պահանջի ընդհանրապես մեկ ծրագրավորողի 2 ժամ աշխատանք։ Չէ, պարզապես զարմանալի է 21-րդ դարում խոսել ծրագրային ապահովման դժվարության մասին, որովհետև նորագույն տեխնոլոգիաները անգամ այս հայկական, հա, ընկերությունները շատ լավ բարձր որակի կատարում են։ Այստեղ նաև օրենքով նախատեսվում է օրենքի նախագծով, քանի դեռ ընդունված օրենք չէ, այսպես ձևակերպում տան, որ պահանջների չպահպանման դեպքում բանկը կամ վարկային կազմակերպությունը պարտավոր է փոխհատուցել պարտապանին պատճառված վնասը եւ բաց թողնված օգուտը։ Այդ ինչպես են հաշվելու։ Հա, վնասը հասկացանք, բաց թողնված օգուտը։ Հենց իմ բերված օրինակը դա հենց շարունակելով այդ օրինակը հենց մենք կհասկանանք այդ բաց թողնված օգուտը կամ ունեցած կրած կորուստները, հա, հաճախորդի կողմից։ Հիմա ենթադրենք X մարդը ունի 200,000 դրամ իր հաշվի վրա գումար։ 200,000 դրամ գումար ունենալով հաշվին 25,000 դրամի կալանքի որոշում է գալի։ Նրա 200,000 դրամը վերցնում են կալանքի։ Ինքը ունի վճարումներ կատարելու վարկերի մասով։ Բնականաբար, քանի որ հաշիվը կալանքի տակ է, այսինքն դա նշանակում է, որ այդ հաշվից, բանկային հաշվից, գումարներ դուրս չեն կարող գալ։ Մուտքեր ընդունում են, բայց ելք չեն կարող իրականացնել։ Այսինքն համապատասխանաբար նաև չեն կարող մարել իր վարկային պարտավորությունները։ Վարկային պարտավորությունները չկատարելու համար անձը կարող է կրել, այսինքն ենթարկվում է պատասխանատվության ըստ պայմանագրի, տուժեր, տուգանքներ։ Կամ բանկեր, որոնք որ վարկային պայմանագրում ունեն հետևյալ կետը, որ կապ չունի ինչ գումարի դու ժամկետանց պարտավորություն ունենալու պարագայում վարկի պայմանագրային տոկոսը դադարում է գործել եւ այդ պահից սկսած հաշվարկում է ամբողջ վարկային պարտավորության գումարի վրա, ասենք տույժ ենթադրենք 72% տարեկան տոկոսով։ Դա ահռելի գումար է կազմում։ Հիմա այդ մի այսպես ասած ճղճիմ 25,000 դրամի պատճառով մարդը կարող է ընկնել, ասենք, մեծ տուգանքների տակ։ Եվ այդ տուգանքները պարզ եւ հաշվարկվող թվեր են, որոնք որ կարելի է պարզ հաշվել եւ տեսնել մարդը ինչքան կորուստ է կրել այդ պարագայում եւ բանկը պարտավոր այդ կորուստները հատուցել։ Մի հատ փորձենք հասկանալ, էլի առհասարակ ինչ դեպքում են բանկային հաշիվները սառեցվում։ Բանկային հաշիվները սառեցվում են մեկ դեպքում։ Երբ որ գալիս է բանկը ստանում է որոշում, հաշիվները սառեցնելու վերաբերյալ հարկադիր ծառայությունից, դատարանից եւ այլն։ Մի խոսքով կապված դատական process-ների հետ։ Հիմա պատճառները կարող են լինել շատ տարբեր, բայց ստեղ ամենակարևորը այն է, որ մենք պետք է հասկանանք եւ գիտակցենք, որ եթե մարդը ունի, ասում եմ, 200,000 դրամ մնացորդ, իր 25,000 դրամից ավելին դու իրավունք չունես բռնականություն, այսինքն կալանքի սանկցիա կիրառես։ Նույն տրամաբանությունն է, որ մարդու, ասենք, օրինակ, եթե մարդը 5,000 դրամ շտրաֆի տակ անգել, հա, այդ շտրաֆը չմուծելու դեպքում 25,000 դրամի պատճառով իր ողջ ունեցվածքի վրա կա տուն եւ այլն, սա ամեն ինչի վրա դրվի կալանք։ Տրամաբանություն դուրս է։ Դա անենք այն դեպքում, երբ որ ասենք օրինակ իր հաշվի վրա գումարներ չկան եւ այդ 25,000 դրամը ապահովելու համար մենք ստիպված ենք օրինակ տունը անշարժ գույքը դնել, հա, կալանքի տակ։ Դա հասկանալի է, տրամաբանական է, բայց եթե նա արդեն իր պատժի չափով արդեն ապահովել է, դրանից ավել է 1 դրամը, ինչի համար է արվում, նպատակը ո՞րն է լինում, որ կալանքի տակ է վերցվում։ Այս տրամաբանությունը զուր կա եւ ես նորից եմ կրկնում, որ սա մեկ օր շուտ էլ ընդունել այդ օրենքը բերելու է բազում հաճախորդների, բազում մարդկանց մոտ, բազում խնդիրների, այսպես ասած լուծումներ ընտրվելու, այսինքն չեն ունենալու մարդիկ այդ խնդիրները։ Սա պարտադիր պետք է իրականացնել։ Իսկ ինչ որ վերաբերում է նրան, որ դատական ակտերի հարկադիր ծառայության կողմից պատասխան էր ստացվել, որ իրանք իրականացնում են այդ գործառույթը ելնելով կենտրոնական բանկի խորհրդի որոշման հիման վրա, շատ լավ է, բայց խորհրդի որոշում կենտրոնական բանկի, հա, օրենքի մակարդակ չի դառնում դեպքում։ Օրենքի թեկուզ օրենքի մակարդակ։ Ժամանակն է փոխելու։ Այսինքն ինչ անենք, որ եթե ինչ որ մեկ ժամանակաշրջանում կայացվել է մեծ սխալ որոշում, ինչ անենք, չճշտենք այդ որոշումը։ Բա պետք է ճշտենք ու գնանք ավելի ճիշտ ուղղությամբ զարգանանք։ Ուղղակի պետք է հասկանալ, որ դա շատ լավ որոշում է։ Ես նորից եմ ասում, հենց այնպես չասեցի, որ ազգային ժողովում բավականին լուրջ զարգացում է տեղի ունեցել։ Շնորհակալություն հայտնենք նախաձեռնության հեղինակ падգամավորներին, չնայած այնքան առիթ չի եղել ազգային ժողովին շնորհակալություն հայտնելու, մի տեսակ լեզուս էլ չի պատտվում ասեմ, բայց իրականում այդպես է։ Այստեղ երևի նաև հեղինակներին, հա, նշենք։ Հերմինե Նաղդալյանը, ազգային ժողովի փոխոստնակ եւ Արփինե Հովհաննիսյանը։ Շատ լավ, շնորհակալություն ենք ձեզ հայտնում։ Լրատվական ռադիոն եւ բանկային կարիերայի զարգացման կենտրոնը ներկայացնում է Բանկային գաղտնիք քո խորհրդատուն ֆինանսական աշխարհում։ Հինգշաբթի 14:20, ուրբաթ 9:35։
Լրատվական ռադիոյի եթերում շարունակվում է բանկային գաղտնիքը, խոսափողի մոտ են Սաթեն Միքայելյանը եւ Արման Մալխասյանը։ Այսօր մենք խոսում ենք բանկային հաշիվների սառեցման մասին, մասնավորապես դրան վերաբերող նոր օրենսդրական նախաձեռնության մասին, որը, ինչպես արձանագրեցինք հաղորդման առաջին մասում, շատ դրական է, անհրաժեշտ է, բայց մի քիչ ուշացած։ Ամեն դեպքում լավ է։ Ավելի լավ է, ուշ քան երբեք։ Մասնիկներ չգտնենք, պարոն Մալխասյան, ձեր պրակտիկայում դեպքեր եղել են այդպես ոչ տրամաբանական բանկային հաշիվների սառեցման։ Երևի թե սենց ասեմ, այդ հարցին ես չեմ կարող պատասխանել, որովհետև հարցը ունի սենց հետեւյալ տեքստը։ Եթե կա սառեցում, ուրեմն կա համապատասխան որոշում։ Եթե կա որոշում, ուրեմն կա դրա հիմքը։ Այսինքն անտրամաբանական դեպքերի հետ մենք չենք առնչվում, որովհետև ունենք որոշում, ու որոշումը դատական ակտ է, տրամաբանությունը չենք քննարկում, հա, եթե կա դատական ակտ, ուրեմն դա պարտադիր կատարման է։ Չէ, այստեղ անտրամաբանական բանկի գործողությանը չէր վերաբերում, այլ արդեն կայացած որոշման է։ Դե դեպքում արդեն դատարանի անտրամաբանությանն ենք մենք գալիս, իսկ ասում ենք մենք այս պարագայում մենք չենք քննարկի դատարանի տրամաբանական եւ անտրամաբանական որոշումները։ Երևի թե կարող եք ասել, որ դատարանների պարագայում լինում են դատական գործեր, որ ոմանց կարծիքով, ասենք, դա անտրամաբանական որոշում է եւ այլն, բայց բանկերի տեսանկյունից բանկը ստացավ դատական ակտը, նա պարտադիր կատարում է։ Всё, այդ առումով արդեն էլ տրամաբանությունը կար, չկար, ճիշտ էր, արդարացի էր մարդու նկատմամբ այդ պատիժը եւ այլն, մենք դա չենք կարող քննարկել իհարկե։ Բայց մենք մեր, ինչպես գիտես, մեր Մալխասյան Consulting խորհրդատվական ընկերությունը, որը որ բանկային խորհրդատվությամբ է զբաղվում, մենք բազում դեպքեր ենք հանդիպել նմանատիպ, երբ որ կալանքի տակ է դրվել փոքր պարտավորություն պատճառով, բայց չի կարողացել ավելի մեծ պարտավորություն իրականացնել, որի հետևանքով ունեցել է տարբեր խնդիրներ, սկսած նրանից, որ վարկն է ժամկետ անցվել, սկսած նրանից, որ հետագայում վարկային պատմությունը փչանալու պատճառով նրանք հետագայում ունեցել են խնդիրներ, որոնք որ չեն, այսինքն չեն կարողացել նոր վարկերի ստացման համար դիմել, մերժումներ են ստացել եւ այլ նմանատիպ դեպքեր։ Սա մենք ասում եմ, սա մեծ հաղթանակ էր այդ նախագիծը, որը որ դրվեց, որովհետեւ այդ մարդկանց խնդիրները լուծելու ենք։ Եվ այս պարագայում ես ուզում եմ մեր ռադիոլսողները տեղյակ լինեն, որ կա մեկ խնդիր եւս, երբ որ մենք նույն այդ նախագիծը քննարկման ժամանակ խոսում ենք այն մասին, որ առանց հաճախորդները տեղյակ չեն եւ ասենք կալանքի որոշման մասին հաճախորդները տեղյակ չեն։ Ուրեմն ես կուզենայի, որ տեղյակ լինեն մեր բոլոր քաղաքացիները, որ հարկադիր դատական ակտերի հարկադիր ծառայությունը պարտավոր է որոշման երկու օրինակ ուղարկել, մեկը պարտապանին, մեկը բանկին։ Սովորաբար պրակտիկայում ստացվում է այնպես, որ հարկադիր ծառայությանը երբ որ դու դիմում ես, ասում ես օրինակ ես չեմ ստացել, իրենք ասում են դες չկա, ես ուղարկել եմ։ Սա ամենահայկական ճիշտ ձևակերպումն է, ես ուղարկել եմ։ Այսինքն այդտեղ մեղավորը փոստատարն է, փոստի բաժանմունքի պետն է, հայ փոստի տնօրինությունն է, այդտեղ ով ասես կարա մեղավոր լինի, բացի ասենք հարկադիր ծառայության աշխատակցից եւ իհարկե մեղավոր չի նաեւ պարտապանը, բայց հետևանքները կրում եւ զգում է իր վրա հենց պարտապանը։ Ուրեմն ասեմ, ցանկացած պարագայում բանկերն էլ իրենց այսպես ասած որ պարտականություն որպես չի մտնում իրենց գործում, բայց ընդհանրապես հիմա բանկի սպասարկող անձնակազմը իրենք հիմնականում երբ որ ասենք որովհետեւ մարդ գալիս է վճարումներ կատարելու, նրանք պարտադիր նրանց զգուշացնում են, որ գիտեք, իշքա ձեր հաշիվը կալանքի տակ է։ Եվ այս պարագայում երբ որ մարդը ուզում է վճարում կատարի վարկի համար, այդ պահին արդեն փնտրում են այլընտրանքային լուծումներ։ Այսինքն որպեսզի եւ այդ վարկը մարվի։ Իսկ այս օրենքի նախագիծը եթե դարավ օրենք եւ ստորագրվեց նախագահի կողմից ուժի մեջ մտավ, այս պարագայում մենք այդ այլընտրանքներից ենք ազատվում։ Դա բավականին լուրջ ձևով թեթևացում է նաեւ բանկերի աշխատանքը։ Փոստատարերն է ժամանակին տեղ կհասնեն։ Փոստատարերն են սկսում իրենց ժամանակին ճիշտ տներով տրամադրել նամակները, հա, եւ հարկադիր ծառայությունն ամենակարևորը չունեն այդ խնդիրը, իրեն ոչ մեկ չի հարցնի, ասենք, բա ես ուղարկել եմ, ասեք, հա, այդ պատասխանին ինքը չի բանանի։ Կապված այն հանգամանքի հետ, որ մենք բանկային խորհրդատվությունը տալուց շատ դեպքեր ենք ունեցել, որ մարդիկ եկել են, բայց արդեն շատ ուշ է եղել, այսինքն եւ եղել է դատարանի որոշում, եւ եղել է վճիռ, եւ այդ վճիռը օրինական ուժի մեջ է մտել, բողոքարկման որևիցե ձև չկա, տարբերակներ չունենք, բայց մենք կարողացել ենք էլի իրանց օգնենք կալանքի հաշիվները կալանքի տակ լինելու առումով, այսինքն իրանց առաջարկել ենք այլընտրանքային լուծումներ։ Թե ինչպես այլընտրանքային տարբեր բանկեր առաջարկում են այդ այլընտրանքային լուծումները, բայց երբ որ մեր քաղաքացիները դրա մասին տեղեկացված են լինում, իրանք են հենց ինքնուրույն են առաջարկում բանկերին, բանկերը այդ պարագայում իսկական ավելի հաճույքով կանեն եւ այդ պարագայում բանկն էլ շահագրգռված է, որպեսզի ինքը չունենա ժամկետանց պարտավորություններ, ինչքան է որ խոսքը գնում է նրա մասին, որ ժամկետանցի պարագայում մեծ տոկոսներ են ստանում դուժետ ու բանկների տեսքով, բայց իհարկե ես համոզված եմ, որ որևիցե բանկ դա չի հետապնդում որպես այսպես առաջնային նպատակ, որ ամեն ինչ անենք, որ այս մարդկանցի ժամկետանց մենք էլ շատ
դուժեր տուգանքներ հավաքագրենք տվյալ վարկառույց, այլ իր նպատակն է հենց տված վարկը ուղղակի ժամանակին հետ ստանալ։ Որտեվ sense տենց ինքը արդեն այդ տոկոսային եկամուտը ունենում է։ Դրա համար ասենք բանկերները նույնպես իրենց կողմից առաջարկում են այդ անընտրանքային լուծումները։ Բայց իհարկե, եթե կարելի է անել դա օրինական եւ ամեն ինչ նորմալ տարբերակով, ինչի՞ չէ։ Թող իհարկե թող պարտապանն էլ իմանա, որ ինքը 25000 դրամի խնդիր ունի, կապված պետության հետ, կապված վարչական ակտով կամ որևիցե այլ արձանագրության հիման վրա, եւ այդ 25000 դրամի վրա այսպես ասած համ խաչ քաշի, համ պետությունը ապահովված լինի, որ ինքը պարտապանը կկատարի իր պարտավորությունները, որտեղ կարկա է այդ գումարը, եւ այս պարագայում բանկն էլ հանգիստ կլինի, որտեղ իր այդ վարկառուն իր վարկերը նորմալ ժամանակին կկատարի։ Կամ ասենք պատկերացեք մի հատ այլ իրավիճակ, sense մի բան պատկերացնենք։ Մարդը, որը որ ունի ընդհանրենք իր աշխատավարձը եւ իր եկամուտները ստանում է բանկային պլաստիկ քարտով, հա, բանկային հաշվի վրա մուտքագրվում։ Հիմա շտապ վիրահատության կարիք ունի։ Չնչին կարող է մի հատ 25000 դրամանոց էլի եմ ասում, այդ ակտի պատճառով այդ մարդու հաշվը կալանքի տակ վերցնեն եւ ասենք սրտի օպերացիա են անել օրինակի համար, գիտեք որ միլիոններով է այնտեղ հաշվարկները գնում։ Ու այդ մարդու միլիոններով արկա գումարները ինքը չկարողանա օգտագործել, ինչի որտեղ մի հատ իջոր հիմար 25000 դրամի պատճառով որն էլ կալանքի տակ, որը հա միանգամից կարամուծի եւ այլն, բայց դա միջև այդ քաշքշուկները գնա տանի, բերի, վերի, բացի դրանից հաշվի առնենք որ կարող է հենց այդ նույն ինքը վարկառուն լինի։ Հիվանդը, հա, այսպես որը կարիք ունի այդ ամեն ինչի։ Այս խնդիրներից ենք խոսապելու։ Ու դա նորմալ է, բոլոր նորմալ երկրներում ես չեմ կարծում որ այդպես բան կա, որ եթե դու 25000 դրամ ես պարտ, քո 3 միլիոնը կամ 10 միլիոնը կապ չունի, մենք սա առասում ենք, որովհետեւ դու 25000 դրամ ես պարտ։ 25000-ը սառեցրեք։ Իսկ ինչ օրենքի ուժի մեջ մտնել այդ եղած վիճահարույց հարցերը, ինչ որ լուծելու տարբերակներ կան։ Վիճահարույց հարցերը լուծելու տարբերակներ ցավոք սրտի չկան, ու եթե լինեին, այսինքն եթե լիներ դրա այլընտրանքը, չեմ կարծում որ այդ նախաձեռնությունը լիներ, թեև ես ինքս համոզված եմ որ միգուցե սխալվում եմ, բայց ինքս մտածում եմ որ այդ նախաձեռնության հեղինակներից մեկն ու մեկը կամ հայտնվել է այդ իրավիճակում կամ առնվազն իր մտերիմներից մեկն է հայտնվել այդ իրավիճակում, դրա համար էլ այսօր այդ օրենքի նախագիծը քննարկվում է եւ եթե լիներ համենայնպես իրանք էլ այդ այլընտրանքից կօգտվեին ու այդ օրենքի նախաձեռնությունը չլինի։ Չէ, վերջերս պարզապես մամուլում շայթ հայտնվում էին հայտնի մարդկանց պատմությունները, դեպքերը, որոնք էլի այդ պետավտոտեսչության տուգանքների հետ կապված են։ Երևի նաեւ այդտեղից է, հա։ Հանրային դեմքեր էին։ Այսինքն կար, այսինքն հանրային պահանջ կար, հա, այսպես։ Ուրեմն ասեմ ավելին, որ օրենքը, այտենց մի քիչ բանով ասենք, ռոմանտիկ ձևով ասենք, օրենքը բոլորի համար հավասար է, անկախ նրանից ինքը հանրային ճանաչում ունեցող անձա թե ոչ հանրային ճանաչում ունեցող մարդ, մեկը պետավտոտեսչության տուգանքները հավասար են բոլորի համար եւ դա պետք է մուծվի։ Դրա համար այդ առումով չեմ կարող ասել ոնց է ստացվել, բայց համոզված եմ, որ այս օրենքի նախագիծը երևի թե մեր անկախությունից ի վեր համենայնպես իմ մոտ սենց առաջինն էր, որ սենց ոգևորություն է առաջացրել եւ ուրախություն, որ վերջապես մի հատ ի նպաստ ժողովրդին որոշում է փորձում կայացնել ազգային ժողովը, բայց դե հայկական տարբերակը ստեղելի աշխատեց, մեկը արդեն ազգային ժողովը գնացել է ամառային հանգստի եւ աշնանային նստաշրջանը սկսել է սեպտեմբերի 8-ին։ Այսինքն մինչեւ մոտավորապես լավագույն դեպքում այդ հարցը կարող է լուծվել մոտավորապես հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Մինչեւ ազգային ժողովի նստաշրջանը սկսվի, մինչեւ օրակարգումներ առեն, հետո օրակարգում լսումներից հետո քննարկումներ հանձնաժողովներում տարբեր, հետո որ քվեարկություն որոշում ուղարկեն նախագահային ստորագրության, նախագահը ստորագրեց ուժի մեջ մտավ օրենքը։ Թե լավ վերջում էլ չի հաստատեցնենք, ուշ լինի։ Դե համենայնպես մինչև տարվա վերջ ինձ թվում է մենք մաքսային միության հետ կմտնենք նույն այդ օրենքը կստորագրենք մաքսային միության հետ։ Առաջարկում հենց այստեղ էլ ավարտել հաղորդումը, քանի դեռ չենք քաղաքականացրել մեր բանկային գաղտնիքը։ Չնայած որ ըստ էության վերջին շրջանում ցանկացած բնակավարից խոսակցությունը ի վերջո հանգում է մաքսային միությանը։ Այսքանը պարոն Մալխասյան, շնորհակալություն, դարձյալ եւս մեկ անգամ շնորհակալություն օրենքի նախագծի հեղինակներին։ Չգիտեմ, երբ ձեր ողջավորությունն ավելի շատ էր կապված մասնագիտական գործունեության հետ։ Ավելի շուտ կապված է նրա հետ, որ մենք իրոք ասում եմ, ժողովրդի մի մեծ զանգված ունի այդ խնդիրը եւ մենք կարողանալու ենք այսօր այդ խնդիրները լուծել։ Ուղղակի լուծել այդ մարդկանց խնդիրները։ Շատ լավ, շնորհակալություն։ Եթերում բանկային գաղտնիքներ, բանկային գործին ու ֆինանսական շուկային վերաբերող ցանկացած հարցով կարող եք զանգահարել 060 37 12 73 հեռախոսահամարով։ Ձեզ համար աշխատում էին Սաթեն Միքայելյանը եւ Արման Մալխասյանը։ Մինչ նոր հանդիպում։